Հիսուս Քրիստոսն է քո փրկիչը, իմ փրկիչը, ողջ աշխարհի փրկիչը, միակ փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսն է միակ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, եւ միայն Հիսուս Քրիստոսով կարող ես հասնել Աստծուն, Հայր Աստծուն, եւ չկա ուրիշ ճանապարհ բացի Հիսուս Քրիստոսից, չկա ուրիշ ճշմարտություն եւ կյանք բացի Հիսուս Քրիստոսից։ Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո որդին, ինքն էլ Աստված, կար ամենասկզբից, նա Հայր Աստծո միածին որդին է։ Տեր Հիսուս Քրիստոսը, որ Աստծո խոսքն է, կար ամենասկզբից եւ Աստծո կողքին էր եւ ինքն էլ Աստված էր եւ ամենը ինչ որ եղավ նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ ինչ որ եղավ, եւ նա ստեղծեց աշխարհը եւ նա աշխարհի լույսն էր եւ նա եկավ իր ստեղծած աշխարհը, սակայն չընդունվեց աշխարհի կողմից։ Սա Տեր Հիսուս Քրիստոսի մասին է եւ սա գրված է Հովհաննեսի ավետարանում առաջին գլխում, առաջին մասում։ Տեր Հիսուս Քրիստոսը մեր Աստվածն է, մեր փրկիչն է, նա Հայր Աստծո որդին է եւ հանուն մեր փրկության, հանուն իմ ու քո մեղավորներիս փրկության նա եկավ երկիր, նա ծնվեց մարդկային մարմնով եւ եկավ երկիր, որպեսզի իր աստվածային, իր սուրբ արյամբ մեզ փրկեր դժոխքից։ Այնպես ինչպես որ ապրել ենք ես ու դու, ապրում ենք ես ու դու, այդպես հնարավոր չի ունենալ փրկություն, այդպես մենք գնալու ենք դժոխք, եւ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ, որ իր փրկարար, կենարար արյամբ մեզ փրկեր եւ հավիտենական կյանք պարգևեր։ Աստված լինելով նա թողեց իր երկնային գահը, նա դա արեց, որպեսզի ես ու դու եւ մնացած ողջ աշխարհը, բոլոր մարդիկ չգնան դժոխք, որովհետեւ մեզ Աստված այդքան շատ սիրեց։ Եվ Հայր Աստված իր որդուն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին ուղարկեց, որպեսզի մենք փրկվենք։ Ահա թե ինչքան է Աստված սիրում մեզ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը գրելով բազում տանջանքներ ու չարչարանքներ, մերժվելով մարդկանց կողմից, բարձրացավ խաչը, գիտակցված, հեզությամբ եւ սիրով լցված, եւ խաչի վրա թափեց իր արյունը, եւ այդ արյամբ փրկվեցինք ես ու դու, դժոխքից գնվեցինք, փրկագնվեցինք եւ ունեցանք հավիտենական կյանք։ Եվ Տեր Հիսուսը մահացավ խաչի վրա եւ մահից հետո երրորդ օրը հարություն առավ, իր այդ հարությամբ ցույց տալով, խոստանալով, դա խոստում էր, որովհետև մենք մարդիկ տեսան եւ հավատացին եւ մենք հավատում ենք, որ բոլոր քրիստոնյաները, ովքեր որ Հիսուսին են պատկանում, նրանք էլ ունեն հարություն մեռելներից, մահացածներից, ննջեցյալներից հարություն, այսինքն նա ով կմահանա, սակայն ֆիզիկապես մահանում է, բայց Հիսուսին է պատկանում, մի օր նա նորից վեր ստանալու է իր մարմինը, Աստծո կողմից ստանալու է երկնային մարմին։ Մեր հոգիները ունեն հավիտենական կյանք, սակայն մենք ենք ընտրում մեր հոգին ապրի հավիտենության մեջ Աստծո հետ, թե ապրի հավիտենության մեջ դժոխքում, եւ հավիտենություն ասվածը դա անverջ է, դա ինչ որ երկար ժամանակ չի, դա անverջ է, դու ես ընտրել Տեր Աստծո տված փրկությունը քեզ եւ հավիտյան ապրել դրախտում, ապա Աստծո կողքին, թե հավիտյան տառապել, տանջվել դժոխքում։ Եվ ընդունելով, որ Տեր Հիսուս Քրիստոսը քո Աստվածն է եւ քո Փրկիչը, որ իր արյամբ դու ունես հավիտենական կյանք, որովհետեւ դժոխքը դա հավիտենական մահն է, իսկ դրախտը հավիտենական կյանքը։ Դու ունես հավիտենական կյանք Հիսուս Քրիստոսով, դու ընդունելով Հիսուս Քրիստոսին, նրա տված կյանքի պարգևը եւ ապաշխարելով, քո մեղքերը խոստովանելով Աստծո առաջ, դու ընդունում ես քո Տիրոջ տված փրկությունը։ Դա այնքան հեշտ է։ Աստված Տեր Հիսուս Քրիստոսը մեր փոխարեն արել է ամեն ինչ։ Նա մեր մեղքերը վերցրել է իր վրա։ Իմ բոլոր նախկին մեղքերը, ներկա մեղքերը եւ ապագա, որ ես կարող եմ դեռ անել մեղքեր, իհարկե չուզենալով, չկամենալով, բայց յուրաքանչյուրս կարող ենք անել մեղք եւ սխալվել։ Այդ բոլոր մեղքերը նախապես Աստված գիտեր։ Այդ բոլոր մեղքերի համար նախապես Աստծո որդին խաչը բարձրացավ եւ իր արյամբ
մեր բոլոր մեղքերի համար, մեր բոլոր մեղքերը վերցրեց իր վրա եւ ինքը վճարեց իր կյանքով այդ մեղքերի համար իր արյամբ եւ մեզ փրկա գնեց մեր համար կյանք, մեզ փրկա գնեց, դժոխքից փրկեց, նախապես այդքան շատ է Աստված քեզ սիրում, ինձ սիրում եւ բոլորին է սիրում, բայց մենք պետք է ընդունենք Աստծուն, ընդունենք նրա տված հավիտենական կյանքը։ Դու հենց հիմա կարող ես դա անել, խոնարհությամբ եւ անկեղծ սրտով, անկեղծ խոստովանել քո մեղքերը Տեր Աստծու առաջ եւ ընդունել Հայր Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին, մեր Փրկչին, Հայր Աստծու Որդին, Տեր Հիսուս Քրիստոսը, Աստվածը մեր եւ Սուրբ Հոգի Աստվածը, ընդունել մեր Սուրբ Երրորդությունը, ընդունելով որ Հիսուսն է քո փրկությունը եւ խոստովանելով քո մեղքերն Աստծու առաջ, դու ընդունում ես Տիրոջ տված բարգեւած հավիտենական կյանքը, փրկությունը։ Արա դա հիմա, որովհետև հաջորդ պահին ոչ ոք չգիտի ինչ կլինի իր հետ, մանավանդ այս օրերում աշխարհի։ Ամեն օր ողջ աշխարհի վրա ամեն տեսակ աղետներ են տեղի ունենում։ Ամեն տեսակ չարիք է տեղի ունենում։ Ամեն տեսակ պատերազմներ, հիվանդություններ, եւ հենց հիմա է, որ եթե դու լսում ես ինձանից, եթե դու լսում ես մեկ ուրիշից, այդ պահն է, որ պիտի դու օգտագործես եւ ընդունես Տիրոջով տված քո փրկությունը։ Հիսուսը քեզ շատ է սիրում։ Հիսուսը քեզ անսահման է սիրում եւ այդ ամենը արեց քեզ համար։ Ընդունիր քո Տեր ու Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Ընդունիր նրա պարգևած հավիտենական կյանքը հիմա։ Փառք քեզ իմ Հայր Աստված, իմ Տեր Հիսուս Քրիստոս, իմ Սուրբ Հոգի, իմ Տեր Աստված, գալիս եմ քո առաջ, խոնարհ եւ սիրող սրտով։ Շնորհակալություն եմ հայտնում քեզ, որ փրկեցիր իմ նման անարժանին, մեղավորին։ Շնորհակալ եմ այն սիրո համար, որ անսահման է եւ ես չեմ կարող երբեք այդ սերը ամբողջությամբ պատկերացնել, որովհետեւ ես շատ փոքր եմ, որ կարողանամ աստվածային սերը պատկերացնել, բայց ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես անսահման, շնորհակալ եմ այդ սիրո համար, փառք քեզ իմ Տեր Աստված, խոնարհ եւ երկյուղած սրտով գալիս եմ քո առաջ, սիրող սրտով գալիս եմ քո առաջ, խոնարհվելով քո ոտքերի տակ, շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիս փրկության համար, խնդրում եմ քեզ Սուրբ Հոգի, դիպչիր յուրաքանչյուրի սրտին եւ թող քո զավակները դարձի գան եւ ընդունեն իրենց Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ ընդունեն Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի պարգևած հավիտենական կյանքը։ Փառք քեզ իմ Տեր Աստված։ Ամեն։